Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Քոչարյան, երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ Հայաստան Դաշինքի վարչապետի թեկնածուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ձեր գնահատմամբ այս ընտրություններում ո՞րն է լինելու Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը, քանի որ կարծիքներ կան, որ 2021-ին նրա օգտին քվեարկած քաղաքացիների մեծ մասն այս անգամ Սամվել Կարապետյանի ուժի օգտին է քվեարկելու, նշում են, որ Հայաստան Դաշինքը գուցե առհասարակ անցողիկ շեմը չհաղթահարի, այսօր մի տեսակետ էլ կարդացի, որ Ռոբերտ Քոչարյանը լինելու է ամենամեծ ձայն փոշիացնողը։ Առաջինը սպասել էր Ռոբերտ Քոչարյանը կլինի թեկնածուն Հայաստան Դաշինքի, մնացած կարծիքները, այսպես ասենք, ընտրություններին Երևան ով էր ճիշտ ով սխալ, ես անձամբ համաձայն չեմ այդ կարծիքների հետ եւ կարծիքում շատ ավելի կհավաքի, քան իրեն վերագրվում են որոշակի տոկոսներ։ Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը հիմնականում չի փոփոխվել, այսինքն մարդիկ ում համար անվտանգության հարցը, Արցախի հարցը եւ նաեւ ներկայ իշխանությունների արածները պատասխանատվության բերելու հարցերը հուզող մարդկանց իրենք քվեարկել են Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ ես իմ անձնական կարծիքն կարող եմ ասեմ, ինձ համար ամենակարևորը, որ այն ինչ դժոխք են մղձավանջը, որ այս 8 տարվա մեջ կատարվեց Հայաստանի, դա անպատասխան պետք է չմնա եւ մարդիկ, ովքեր հազարավոր զոհերի բերեցին եւ պատերազմի միջոցով եւ կոവിഡ്ի միջոցով, տարածքներ կորցրեցինք, հայրենիք կորցրեցինք, 150,000 մարդ փախստական դարձավ, այս ամեն ինչի պատասխանը պետք է լինի, հա, որովհետեւ եթե սա էլ մարսվի, հա, ապագայում շատ ու շատ ավելի վատ բաներ պետք է լինի եւ նաեւ երևի թե միակ ուժն էր, որը չի հրաժարվում Արցախից, հա, որը չի ասում Արցախ չկա կամ նիդո Արցախը, այսպես ասենք, հա, չխոսենք այդ մասին գոնե։ Հա, եւ շատ հստակ նաեւ դա էլ արտահայտվեց եւ իմ կարծիքով այդ հենարանն է լինելու հիմնականում Ռոբերտ Քոչարյանի, եթե մենք քաղաքագիտական վերլուծություն անենք, այո, նաև քաղաքի բնակչությունը, մեծ քաղաքների բնակչությունը նաև Ռոբերտ Քոչարյանի անդիմադիր բնակչությունը, Ռոբերտ Քոչարյանի պոտենցիալ էլեկտորատն է, այո, խնդիր կա գյուղերում, բայց դա էլ եմ ասում, Ռոբերտ Քոչարյանի թիմը, շտաբը պետք է այդ աշխատանքները տանեն համապատասխան միջոցով։ Տեսեք, գլոբալ առումով բոլոր ուժերն էլ կարող են ինչ-որ անվտանգային թեմաներից խոսալ, արտաքին քաղաքականությունից խոսալ եւ այլն, բայց մի բան է խոսալը, մյուս բանը, որ դու արդեն դա արել ես, հա, եւ կրկին համաձայն Քոչարյանի խոսքերի հետ, ինքը միակ մարդն է, որը եւ անվտանգային, եւ տնտեսության զարգացման, եւ արտաքին քաղաքականության ընդ որում շատ բարդ իրավիճակներում ինքը, այսպես ասենք, գերազանց կատարել է իր աշխատանքը եւ իր կառավարման տարիների ժամանակ Հայաստանը եւ ամենաանվտանգ երկիրներ եւ արագ զարգացող տնտեսությունների ժամանակ եւ բավականին ապահով էր նույն Արցախի բնակիչները բավական իրենց ապահով է զգում, դրա համար եթե ուրիշները խոստանում են, հա, եւ մենք չգիտենք կանեն թե ոչ, կստացվի թե չի ստացվի, նու այս մարդու արածները առնվազն մենք տեսել ենք եւ կոնկրետ որոշ բնակավարներում ինչ որ եղել է շատ լավ։ Իհարկե թերացումներ են եղել, այսինքն իմ կարծիքով ամենամեծ սխալներից եղել է, որ գնահատական չի տրվել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, գնահատական չի տրվել այն օլիգարխիկ համակարգի, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, շատերը դա մոռանում են, հա, երբ որ նախագահի հարազատ եղբայրը խոշոր սեփականատերեր եւ կոպեկներով սեփականաշնորհում էր շատ մեծ գործարաններ, այցում թեմ Հերազդանի գործարանները եւ Քոչարյանը ասում է ժամանակ չկար դրա հետևից ընկնելու, բայց փաստը ցույց տվեց, որ այդ գնահատական չտված, հա, նախկիններին չպատժել է, այսպես ասած, թե սովորաբար գնահատական չտալը, հա, ի վերջո անդրադարձավ գալիս է կրկին իրեն, դրա համար իմ կարծիքով դա պետք է բան լիներ եւ գիտեք շատ մյուս սխալը եղել է քաղաքականությունից դուրս գալը, հա, որովհետեւ ինչն է մարդը մտածել է արել եմ, դա եմ այլ վատ եմ արել, այսքան արել եմ, միակ նախագահն է եղել, որը իր ժամկետը ավարտելուց հետո գնացել է երրորդ ժամկետի չի գնացել եւ մտածել է դա երևի ինչ-որ լավ, քիչ թե շատ լավ բան եմ արել եւ հեռացել է քաղաքականությունից եւ չի արձագանքել իրենից հաջորդ 10 տարիների ընթացքում իր հասցեին հայոյանքներին, ստերին եւ այլն, ինչը կրկին ինձ համար
ես իտեղը լինեի, ես ամեն դեպքում կարձագանքի շատ ավելի ակտիվ եւ երրորդ խնդիրը գիտեք շատ բաներ որ կոպիտ ասած իր ժամանակ եղել է որ վերագրում են իրեն կոնկրետ իրենից այդքան էլ կախված չի եղել հա հատկապես այդ եմ ասում ձևավորված արդեն օլիգարխիկ համակարգը եւ շատ դեպքերում ինքը պատասխան է տալիս այն օլիգարխների փոխարեն որոնք իր ժամանակ բավականին չգիտեմ մեղքեր են գործել այսպես ասենք օգտվելով նրանից որ այս մարդու մոտեցումը երկրի զարգացմանը եղել է շատ ավելի գլոբալ ու շատ դեպքերում երևի շատ չի խորացել որոշակի լոկալ հարցերի որովհետև մեծ ծրագրեր են եղել մեծ քաղաքական ծրագրեր արտաքին քաղաքականության մեջ ճեղքումներ են եղել մենք պետք է չմոռանանք որ Քոչարյանի ժամանակ Հայաստանը դարավ համաշխարհային առևտրի կազմակերպության անդամ Եվրոպայի անդամ դարձավ հա եւ Նաև բավականին լավ հարաբերություններ ստեղծվեց նույն Ռուսաստանի հետ որպես դաշնակից, բայց նա նաև չխանգարեց նույն Ֆրանսիայի հետ ունենալ արտակարգ հարաբերություններ նույն ԱՄՆ-ի հետ Քոչարյանի ժամանակ Քրքորյանը, որը հրաժարվում էր ծրագրեր անել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը դաշնակցությանը օրենքից դուրս էր հայտարարել, այնուհետև նույն Քոչարյանը գնաց եւ որոշակի կամորջներ հաստատվեցին Քրքորյանի ժամանակվանից արած որոշակի գործեր, մինչ հիմա չեն կարողանում Հայաստանում կրկնել Այսինքն ես ներկայապային միգուցե սխալվեմ, բայց որևէ էստակադա չեմ տեսել նոր կառուցված, իսկ Քոչարյանի ժամանակով կառուցվեց մի ճանապարհ, որը թույլ է տալիս առանց սվետաֆորների, հա, մանումենտից գալ հասնել Արշակունյաց փողոց, հա, բազմաթիվ բաներ կարելի է ասել։ Այսինքն ընդհանուր առմամբ եթե փաստենք, գտնում եք Հայաստան դաշինքը անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չի ունենալու եւ չի լինելու գլխավոր ձայն փոշիացնողը։ Կարծիքով ոչ, գլխավոր ձայն փոշիացնողներին մենք կտեսնենք շուտով ասպարեզում, հա, ուղղակի գիտեք ցավալին որն է որ Քոչարյանը քննադատում է Նիկոլին, բայց ցավոտ արձագանքը գալիս է ուրիշ տեղից, հա, դա ինձ համար միշտ զարմանալի եղել եւ ուղղակի երևի մարդկանց կատեգորիա կա, որոնք սովորել են այս 20 տարի միայն Քոչարյան փնովել եւ այլ ուրիշ որևէ բանի սովոր չեն, հա, եւ հիմա լծվել են այդ գործի եւ իմ կարծիքով իրենք, ну, չեմ ուզում ասեմ նիկոլական են, հա, բայց Նիկոլայի սիտուատիվ դաշնակիցներն են, որոնք մտածում են, որ ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը մնա, քան Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության եւ մեզ որոշակի հարցեր տա, հա, շատ չեն այդպիսի մարդիկ, ուղղակի աղմուկն է իրենց հետ շատ գալիս։ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում առաջարկեց նաև տարբերակել գեղեցիկ ծրագրերն ու բարի մտադրությունները դրանք իրականացնելու ունակությունից իր վերջին ոդկասթում էլ էր նա այս միտքը արտահայտել։ Ինչ եք կարծում, այստեղ որ ուժին նկատի ունի երկրորդ նախագահը, ով է նման ծրագրեր խոստումներ տալիս, կարող ենք ենթադրել, որ այստեղ նա Սամվել Կարապետյանի ուժին է նշում, քանի որ գեղեցիկ ծրագրերով հատկապես այս քաղաքական ուժն է հանդես գալիս առավելապես։ Այդ ճիշտ կնի Ռոբերտ Քոչարյանն հարցն է, բայց ուղղակի ես կարող եմ ասել ճանաչելով իրեն, ես գիտեմ, որ եթե ինքը ուզենա ինչ-որ ասի ում մասին ինքը խոսում, ինքը առանց վարանելու կասի, այսինքն այդ խնդիրը Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ունեցել, որպեսզի ինչ-որ ընդհանուր բառեր ասի եւ չհիշատակի ում է ասում, հա, սա ուղղակի ընդհանուր ընկալում ինքը ասեց, բայց եթե ինչ-որ կոնկրետ ուժեր կնի, ինքը կոնկրետ կասի, այսինքն այդ խնդիրը, ну իմ տեսածով առնվազն Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ունեցել, մենք կարող ենք հիշել, որ նույնիսկ որ ինքը արդեն հեռացել էր քաղաքականությունից, բայց որոշ դեպքերում ինքը կարծիք էր արտահայտում, որը շատ ցավալի էր ընդունվում, նույն ցամանadusյան պահով կամ այն ինչ-որ տնտեսական հարցերով։ Կուտակայինի մասով ես հիշում եմ։ Բայց ինքը ամեն դեպքում այդ կարծիքը արտահայտում էր եւ իր համար, այսպես ասենք, իր արժեվ ազնիվ լինել ամենակարևորն է, քան փորձել ինչ-որ խաղեր տալ ինչ պատճառներով դրա համար նաև որոշակի դեպքում իրեն չէին սիրում, հա, որովհետև դուս ճակատին ասող մարդկանց չեն սիրում, հա, բայց ամեն դեպքում մարդը այդպեսին է եւ իմ կարծիքով չէ փոխվելու։ Եվ եթե ամփոփենք, որն էր Քոչարյանի գլխավոր ուղերձը, որը նա իր քաղաքական հայտով փոխանցեց մեր հանրությանը։ Ինձ հակառ մի քանի կար գլխավոր ուղերձ այն էր, որ տեսեք մարդը ասում է ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել, ստանձնել Հայաստանի անվտանգության համար, հա, ներկայապայն շատ քիչ մարդ կարող է այդպիսի բան ասել, որովհետև այս տարածաշրջանում եւ այն ինչ որ կատարվում է աշխարհում, ամեն մեկը դրա տակ չի մտնում եւ չի ցանկանում մտնել, հա, այս մարդը այդ հայտը անցյալ տարի արդեն ձևակերպել էր ասուլիսի ժամանակ փետրվարի եւ հիմա էլ վերահաստատեց, սա եւ էլ եմ ասում շատերս որ այնտեղ ներկայ են եղել եւ ես կարող եմ ասել որ հենց իր բացման խոսքի մեջ
այն հիմնական թեզը, որ ինքը ասեց, որ ինքը պայքարել է այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու իշխանությունից եւ այն, որ Նիկոլ Փաշինյանը պատասխան են տալու այն ինչ արել են Արցախի համար, սա հիմնական մեսեջն է, որը բոլորը ուզում են լսեն, որովհետեւ շատ քաղաքական ուժեր խուսափում են որոշակի ինչ-որ բաներ ասել։ Իհարկե պարզ է, որ բոլորը չեն պատժվելու, հա, որովհետեւ նույն նիկոլականների մեջ մարդիկ կան, իրենք ուղղակի զալոժնիկի դերում են գտնվում, բայց այն մարդիկ, ովքեր կոնկրետ որոշումներ են ընդունել, այդ որոշման ընդունման կենտրոնել, իհարկե պետք է պատասխանը տան։ Պարոն Քոչարյան, հայտնի է, որ այս իշխանությունները վայելում են արտաքին դերակատարների անվերապահ աջակցությունը, մենք Վենսի հայտարարությունն ենք հիշում, դրանից առաջ Ֆիդանինը, օրերս էլ հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունն է փորձագետների խումբ ուղարկելու Հայաստան, որոնք պետք է դիտարկեն այդ հիբրիդային հարձակումներին, ենթադրյալ հարձակումներին դիմակայելու միջոցները, ենթադրյալ բառն եմ նշում, քանի որ մեր իշխանությունը չի ասում, թե որտեղից են իրենք հիբրիդային հարձակումների ենթարկվում։ Ինչ եք կարծում, արտաքին դերակատարների ազդեցությունը այս ընտրություններում որքանով է վճռորոշ լինելու եւ մեր ընդդիմադիր ուժերը առանցքայինները դրանց հակազդելու միջոցները ձեռնարկում են։ Իհարկե մեր ընդդիմադիր ուժերը պետք է չնայած ասում Քոչարյանն ասում մենք պլան B չունենք, որովհետեւ մենք պլան A-ով ենք գնում, բայց ամեն դեպքում հնարավոր զարգացումներ ամեն ինչը պետք է հաշվարկվի։ Տեսեք, ես համաձայն չեմ, որ անվերապահ արտաքին ուժերի աջակցությունն է վայելում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը անվերապահ վայելում է Ադրբեջան եւ Թուրքիա աջակցությունը։ Եվրոպական աջակցությունը գալիս է զուտ նրա համար, որպեսզի եւս ինչ-որ ձևի կսմթել Ռուսաստանին, որովհետեւ Փաշինյանը, տեսեք, ինքը չի փոխվել այսքան տարիների ժամանակ եւ եվրոպացիները միևնույն է իրեն համար եվրոյոնջա են մնում, հա ուղղակի ինքը օգտագործում է իրենց կոնկրետ այս նպատակներ, վաճառելով իրենց իր հակառուս լինելը, հա, իրեն պետք է ընտրությունները շահել եւ եթե ինքը տեսնել որ ռուսների միջոցով ինքը կարող է ընտրությունները շահել, հիմա մենք այստեղ կունենանք հակաեվրոպական արագ արձագանքման խումբ։ Կապված Վենսի հետ Վենսի այցի հետ ես որոշակի այլ ընկալումներ ունեմ, ինչի համար էր այցը եւ այսպես ասենք Վենսին պետք է այստեղից հանել Չինաստանը։ Այս տարվա նախորդ տարվա օգոստոսին թե չեմ սխալվում, Հայաստանն եւ Չինաստանը ռազմավարական մեծ համաձայնագիր են ստորագրել միլիարդավոր ներդրումների, այդ թվում ատոմային էներգետիկայի մասով, Վենսի այցից հետո այդ ամեն ինչը մոռացվեց այն աստիճանի, որ նույնիսկ Չինաստան սովորելու գնացած կանոչից բաժանվեց, հա, բայց չգիտեմ դա պատահականություններ թե դա պարտադիր պայմաններից մեկն էր, դա արդեն մենք հետագայում մեր հետևորդների դատին։ Հա, մենք հետագայում կիմանանք, չէ, բայց տեսեք, որպես սովորաբար հատկապես արևելյան երկրներում այսպիսի բան լինում է, որպես այսպես ասենք շնորհակալության կամ տվյալ առաջարկը ընդունելու կամ ինչ-որ sense քայլ, հա, երևի առաջարկվել է, որպեսզի Աննա Հակոբյանն անվճար սովորի Չինաստանի խոշոր համար sense մեկի մագիստրատուրում եւ դա ընդունվել է։ Հա, փաստացի դա եղել է նաև այսի քայլ, որ այս քայլով են մենք նաև ձեր ներդրումներն ենք ընդունում։ Հիմա Վենսը եկավ գնաց, Չինաստանի մասին բոլորը մոռացան, չինական ատոմակայանի մասին մոռացան, հա, եւ մնաց ամերիկյան առաջարկը եւ Ռոսատոմի առաջարկը, այսինքն այստեղ Վենսի այցը Փաշինյանի համար չէ։ Հիմա Փաշինյանը Վենսին փորձում է համոզել, որ ինքը տեր է այդ ամեն ինչը ասացի, բայց միայն թե մի հայտարարություն ստանալ, որ աջակցում իմանալով ԱՄՆ-ին, եթե այլ մարդիկ էլ գան եւ ասեն, ընկեր մենք ենք տեր, հա, որոշակի բաների ծրագրի, տեսեք նույն Քոչարյանը եւ այլ անդիմադիր ուժերը իրենք չեն ասում, որ մենք տրիպ ծրագիրը փակելու ենք։ Իրենք ասում են, որ մենք ուղղակի զարգացնում ենք այնպես, որ տարածաշրջանային այլ երկրներ էլ ուրեմն ներգրավեն մեջը եւ նաեւ պետք է Աստծուն շնորհակալություն ասենք, որ տրիպը հիմա իրագործված չի, որովհետեւ ով գիտի հնարավոր է մենք կընկնենք Դուբայի, Բահրեյնի կամ չգիտեմ այլ երկրների օրին, որտեղ չգիտեմ կան ամերիկյան օբյեկտներ, ընդ որում տեսեք Իրանը ինչ է անում, ինքը ասում է, որ ես ոչ միայն բազաներին եմ խփել, ինքը արդեն հյուրանոցներին է խփում, որտեղ այնտեղ զինվորներ կան, ինքը նաև խփում է խոշոր տեխնոլոգիական կենտրոնների եւ նշանակետերից մի քանիսը եղել են Microsoft-ի, Amazon-ի, Nvidia-ի ներկայացուցիչները, որտեղ ինքը համարում է, որ ինչ-որ հետախուզական աշխատանք է լինում Իրանի, դրա համար ոնց որ այս անգամ էլ փրկվեցինք, հա, այս ամեն ինչից Ռուսաստանից ինքը այլևս չի վայելում որևէ աջակցություն, ինքը մի քանի անգամ գնացել է Ռուսաստան, փորձել է իրեն ներկայացնել այնպես, որ
դավն է եղել, վատն է եղել, կտրաբանությունն էլ է մեղմվել, Ալեն Սիմոնյանի այցը տեսանք, չգիտեմ, ասում են, որ հիբրիդային չեն ասում ով է, հա, Ալեն Սիմոնյանը ընդհանրապես ինչ որ դառել է ինչ որ ռուսամետ մարդ, բայի տակ, չի ստացվում ինչ որ Մոսկվայից, այսինքն այդ գարանտիան չի ստանում, եւ նայեք ինչ է ստացվում, տարածաշրջանային ընդհանուր երկրի կայունության ունենալու համար դու պետք է ունես տարածաշրջանային կոնսենսուս, այսինքն այն երկիրը, որոնք ներգրաված են տարածաշրջանում, այդ կոնսենսուսը դու պետք է ունես, դու ինքը չունի Ռուսաստանի, այսպես ասենք, դաբրոն, հա, եթե այդպես կարելի է ձևակերպել, եւ չունի Իրանի, որովհետեւ Իրանը բազմաթիվ հարցեր է բարձրացրել այդ պահվածքի պահով եւ այլն, հա։ Դեսպանի կոշտ հայտարարությունը Դեսպանի կոշտ հայտարարությունը եւ իրենք հիշում են, այնենք բոլորը հիշում, ոնց որ մենք ենք հիշում Իրանի պահվածքը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, տենց էլ իրենք են հիշում եւ դեսպանն կոնկրետ ասել է, որ այնց անշնորհակալ պետք չի լինել, հիմա մեկ-մեկը հաշիվը մերո Իրանի մեջ այդ բաները։ Բայց հարկեղած դեպքում հիշեցնելու են սա Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնելու են իհարկե, որովհետեւ էլ եմ ասում նեղբային է ճանաչում, ոնց որ էլի մեզ համար որոշակի նեղվածության պահ կա Իրանի եւ Ռուսաստանի վարկագծից, հա, որ նեղբային իրենք չեն արել այն, ինչ որ ինձից սպասում էր, բայց չգիտեմ ինչի պետք է դա անեն, բայց ամեն դեպքում դա կա եւ դա հիշվելու է։ Այսինքն, այսպես ասեմ, անվերապահաջակցությունը Փաշինյանը ունի իհարկե Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ ներկայացում որոշակի Եվրոպայից։ Եթե ես էլ եմ ասում, մեր տեխնացիաների անդիմադիր իրենք շատ ճիշտ գիծը անեն նույն ԱՄՆ-ի պահով, հա, այնտեղ էլ իմ կարծիքով անվերապահաջակցություն Նիկոլին չի լինելու, հատկապես մենք կարող ենք տեսնել, որ նույն Սամվել Կարապետյանի եղբորտին Նարեկը շատ հանկարծ գնում է Ամերիկա եւ տալիս է հարցազրույց Տակեր Կարլսոնի, որտեղ իսկ Նիկոլը չի կարողանում գնալ, այսինքն այնպես չի, որ ամերիկյան ուրեմն քաղաքական շուկան ամբողջապես սեփականաշնորհված է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դրա համար այն պարտադիր պայմաններից մեկը իշխանություն պահելը, որ պետք է լինի աշխարհական կոնսենսուս քո մասով, ինքը ներկայացին չի կարողանա ապահովի, դրա համար այս ջղաձգումները կան, ավելին ինքը շատ խնդիրներ են ներսում ունի եւ այդքան խնդիր ունի, որ օրինակ եկեղեցու դեմ այլևս չի արշավում, որովհետեւ դու է տվել։ Եկեղեցու մասով դեր կանրադառնանք, այս օրերին որոշակի շրջանակներ մեր հանրությանը փորձում են համոզել, որ Ռուսաստանը տեղի հայ գործարարների միջոցով ընտրողների է փորձում բերել Հայաստան, այստեղ 80,000 ընտրողի մասին են խոսում, այնտեղ ամեն մեկին 100,000 ռուբլի կաշառելու եւ մնացած ծախսերի, որը մեր հաշվարկով բավականին խոշոր գումար էր ստացվում եւ իրատեսական չէր ակնկալելի, որ Ռուսաստանը եթե նման խնդիր ունենա, այդ ճանապարհով կփորձի լուծել։ Դուք այս սցենարը որքանով եք իրատեսական համարում, արդյոք Ռուսաստանը ունի նման խնդիր եւ ինչ ճանապարհով դա պետք է անի, եթե ունի իսկապես։ Տեսեք, զարմանալին գիտեք որն է, որ մի կողմից այդ հեքիաթն են բանանում, այդպես ասարսոր, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Ռուսաստանից եկած հայերը հիմա օգտին են քվեարկելու եւ մի հատ թող իրենք իրենց մեջ կողնորոշվեն, որ տարբերակն է, հա, այնտեղ դե 80,000 հոգին երևի կգան այն 12,000 Վագների ժողովրդին կմիանան Հայաստանում, որոնց չգիտեմ արդեն տարիներով փնտրում են, հասային հերթական հեքիաթներից էր մի հատ հեքիաթ կար, որ աննախադեպ 1 միլիարդ ռուբլի է մտել Հայաստանի տարած Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ, այստեղ նեք խնդիրը որն է, որ այն մարդիկ, ովքեր գրում են այդ բաները Հայաստանի համար, իրենք տեղանքին ծանոթ չեն, հա, եթե օրինակ նույն կաթողիկոսի եղբոր պատմությունն է, որ KGB ագենտ են իրան վերագրում, դա Լեհաստանում, Մերձ Բալտիկայում դա ահավոր մեծ ազդեցություն կունենար, հա, որովհետև այնտեղ կատելություն այդ կառույցի ժամանակ եւ այլն, էլի։ Ստեղ չկա այդպիսի բան, հա, հատկապես նայեք, ոչ KGB-ի դեմ ինչ որ որոշակի բան կար, ոչ էլ ԱԱՑ-ի ընդհանրապես, որովհետև մի ժամանակ հիշում եք ԱԱՑ-ի ղեկավարը ավելի բարձր ռեյտինգ ուներ, քան Նիկոլ Փաշինյանը, դրա համար հանեցին։ Այսինքն, եթե դու ազգաբնակչությունը փորձում ես համոզել KGB ագենտը, դա իր վրա չի ասնում։ Ավելին ես ասեմ, այո, Ռուսաստանի հետ կապված շատերի մոտ, մեր մոտ էլ որոշակի բաներ կան, նստված կան մնացել, հա, որ նույն Արցախի հետ կապված մենք սպասում ենք շատ ավելի խիստ կարելի ձեռնարկել, բայց ատելություն չկա եւ առաջի հաշվին չկա ինչի հաշվին, որ ազգաբնակչության ու համարյա կեսի մոտ մարդիկ կան Ռուսաստանում ապրող, ընդ որում սնուցող, պահող եւ այլն, այսինքն այստեղ հակառուսական բաները չեն աշխատում։
այնպես ինչպես իրենք պետք է աշխատեին ուրիշ տեղի, դրա համար չեն կարողանում իրենք որ Ռուսաստանը մեր դեմ թշնամություն է անում, իսկ մարդիկ չեն հավատում, հա, մարդիկ տեսնում են Ռուսաստանից տոննեկով փող է գալիս, բայց ոչ թե ընտրությունների համար, այլ բարեկամների միջոցով, բաների հարևան միջոցով, էժան գազ է գալիս, էժան հոսանքի հարց է, ես իմ այսինքն Ռուսաստանից չարություն չեն տեսնում, իրենք տեսնում են ուտելիք է գալիս, ոչ թե չգիտեմ ռակետներ են թռնում Հայաստանի գլխին, դրա համար այդ ասածները, բայց ստրաշիլկիկով, հա, այսպես ասենք, չեն կարողանում ժողովրդին վախեցնել, ուղղակի իրենք իրանց համար ոնց որ ինքնաբավարարման մեջ զբաղված, հատկապես մարդիկ, ովքեր այդպիսի լուրերը տարածում են, հա, իրենք երևի այդպես են մտածել, հիմա տեսեք հաշվենք 80,000 հոգին, եթե կա ընտրությունների 1,300,000 մարդ մոտ, առավես միջին թիվ եմ ասում, դա 6% է ընդհանուր, հա, որևէ հարց լուծող տոկոս չի, ընդ որում 80,000 բազան պատկած 100,000 ինչ-որ միլիարդավոր 8 միլիարդի մասին է կարծեմ, այնտեղ Լարսում պիտի անխուսափելի հերթեր լիներ օրերով, եթե նման բան լիներ։ Հերթեր մի կողմն ու այդքան գումար ոչ էլ կտային էլ այսպես ասենք, հա։ Դրա մի մասով էր հնարավոր այդ խնդիրը ավելի արդյունավետ լուծել։ Անկապ ինչ-որ բաներ են հակասահմանադրական մտածում, չգիտեմ, արդեն 10 տարի Հայաստանի հետ առնչություն չի ունեցել, ոնց ես դու բան անելու, ապացուցել ենք Հայաստանի հետ առնչություն չի ունեցել, կամ չգիտեմ, եթե երկքաղաքացի են զրկել մի քաղաքացիությունից, այս համադրական խնդիրներ են։ Մոլդովական սցենարի իրագործելու որոշակի խնդիրներ իրենք ունեն, որովհետև մենք պետք է հասկանանք Մոլդովան լրիվ ուրիշ էր, հա։ Այստեղ մենակ մի ուժին չգրանցելու պահը կարող է լինել մյուս դեպքերում։ Դե կարող է չգրանցեն, այն մյուս ուժը բանկանի կշատանա, հա, այսինքն դուբլոր ուժեր կան ամեն դեպքում դաշտում, այսինքն եթե մեկին հանում ես, այն մյուսը շարունակում է Գյումրի սցենարն էր, հա։ Տեսեք Գյումրիում ինքը փորձարկեց այդ Մոլդովայի մոդելը, հա, հերթով ինչ որ նայզներ արեցին կուսակցությունների վրա ու չգիտեմ Վարդանին էր կպնում, Մարտուններ ուժեղանը, Մարտուններ կպնում, չգիտեմ, Թևանյաններ ուժեղանը, Թևանյան կպնում, Մրտանորբոններ ուժեղանը, այսինքն ստեղ էլ նույնն է, որ մեկին հանի, եւ էլ եմ ասում, այն որ անդիմությունը գնաց առանձնացված ուժերով, հա, սա այդ մոլդովական սցենարի նաև որոշակի խուսափելու հնարավորություն է, որովհետև ինչպես շատերն են, հա, մինչև հիմա ես չեմ հասկանում այդ մարդիկ, որոնք մտածում են, որ իրենք քաղաքական գործիչ են եղել առնվազն, բայց անդադ կանգնել ասել բոլորդ պետք է միավորվեք ու գնաք միասնական ճակատով ուր, հա, որ 10 օր ընտրություններից առաջ այդ ինչ որ մի կեղտ բռնեն, Փաշինյանից գիտեք էլի, այդ կողմից լավ են էլի վերցնեն եւ հանեն ընտրություններից, հա, դա ձեր նպատակը։ Իսկ գուցե ինչ որ այլ ուժի համար են տեղ բացում, պարոն Քոչարյան, որտեղ գիտենք օրենքը պահանջում է, որ 3 ուժ ներկայացված լինի խորհրդարանում, ու գիտենք ինչ որ այդ ճանապարհով երրորդ ուժը որևէ այլ ցանկալի ուժ լիներ, ով հետագայում կմիանար Փաշինյանին։ Դե հիմա կտեսնենք էլի որն է լինել, բայց առնվազն չեմ տեսնում ես այդ ուժը եւ որոշ ուժեր ցավոք սրտի նաեւ քաղաքական լուսանցքում են հայտնվում եւ այդ լուսանցքը փորձում են վերագրել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, չգիտես ինչի, հա։ Ամեն դեպքում կան արդեն փոշիացնող կուսակցություններ, արտահայտություններ եւ այլն եւ այսպես ասենք այդ բոլոր մարկանց ինչ որ մի բան է միավորում, հա, դեռևս ես չեմ ասում ինչն է միավորում, բայց արդեն բարձ երևում է, հա, դրա համար այսպես ասենք Սամվել Կարապետյանի հաղթանակը, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան այդ ձևավորվող հնարավոր կոալիցիա, չգիտեմ, Գագիկ Ծառուկյան եւ մնացածները, դա սարսափ է, որովհետեւ այստեղ ոչ միայն տեղական ինչ-որ փոփոխություններ, աշխարհական փոփոխություններ գնում, իսկ արևմուտքը դրա համար չի այդքան քանդել ավիրել ես իմ ամեն ինչ այստեղ տարիներով ագենտուրա ձևավորել ստեղծել, որպեսզի այսպես հեշտ հասնի։ Ավելին ես ձեզ ասեմ, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը հավաքի 20% ձայն, ինքը իրեն հռչակել է որպես հաղթող, որովհետև Նիկոլ Փաշինյանը մնացել է անդիմադիր, տեխնոլոգիաներին տիրապետող, ուղղակի այս անգամ իր ձեռքը լինելու է այդ ամեն ինչը, հա, եւ այստեղ էլ եմ ասում, շատ կարեւոր է ինչպես կպահեն իրեն ընդդիմությունը եւ ինչպես կպահեն իրենց արտաքին ուժերը։ Իսկ գտնում եք, որ ամենակարևորը սա էլ ասեմ, որ աշխարհի արտաքին մեծ խոշոր կենտրոններից պահանջվում է նաև զգուշացում եւ Թուրքիային եւ Ադրբեջանին եւ որևէ այլ երկրին, որ Հայաստանում ընտրությունների
արդյունքի որևէ արդյունքի պարագայում ոչ մեկ իրավունք չունի սպառնալ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսինքն մի հատ Ալիևը պետք է քթին ուտի, մի հատ Էրդողանը պետք է իր քթին ուտի, որ հանկարծակի չփորձեն օգտվել այս իրավիճակներով եւ սա նաեւ Նիկոլի ձեռքից կխլի իր հաղթատուղթը, որ ինքը վաճառում է իր չընտրությունը որպես պատերազմ, հա, այդպիսի բան չի, նույնիսկ եթե ինքը չընտրվի, պատերազմ միևնույնն է չի լինելու, որովհետեւ Ալիևը այլևս այսպես հեշտ ու հանգիստ չի հարաբերվի Հայաստանի հետ, ինչպես ինքը Նիկոլ Փաշինյանի հետ է հարաբերում։ Եվ նշեցիք, որ ՔՊ-ն գուցե 20% ցանց ստանա։ Դուք ՔՊ-ի շանսերը իսկապես այդ սահմաններում եք գնահատում, որտեղ իրենց խոսքից դատելով մենք այսպես վստահություն ենք տեսնում, 65%-ի մասին են խոսում, սահմանադրական մեծամասնության, որքանով է այս սցենարը իրական, թե պարզ քարոզչության մասին է։ Ես 20% որպես օրինակ ասեցի, հա, որտեղ ոչ մի բան ես ուզում անես, մի քիչ ավելի պետք է պրիմիտիվացնես, հա, այդ բանը։ ՔՊ-ն տոկոսը կախված է նրանից ինչքան մարտակարի ընտրությունների, հա, այսինքն ԿՊ-ն կարող է 50% հավաքի, ԿՊ-ն կարող է 20% հավաքի, կախված է ընտրության գալու մասնակցության ուրեմն քանակից, նայեք, եթե իհարկե շատ է գալիս, էլի Գյումրիի մոդելին է բան գալիս, ուղղակի ինքը հարմար մոդել է, չեմ ասում, որ Գյումրին ունիվերսալ մոդել է, բայց Գյումրիում ոնց եղավ, Գյումրիում բոլոր կեղծիքներով եւ բանահանդերը իրանք գիտեն, որ եթե մենք Սարիկ Մինասյանին կոպիտ ասած ապահովենք 20,000 ձայն, իսկ ընտրություններին միշտ է 40-ից 50,000 մարդ, ապա Սարիկը կունենա, չգիտեմ, 40-ից 50%, այդքանը հերիք է։ Արեցին իրան ձևերով, բաներով այդ բաներներ կան էլի, ցիլուն, որ ինչպես ընտրակեղծիքներ անել, տեխնոլոգիաները փայլուն տիրապետում են, հա, եւ ես կոնկրետ թվերի կարող եմ սխալվել, բայց 50,000-ի տեղը ենթադրենք եկավ 70,000 մարդ, եւ Սարիկ Մինասյանի տոկոսը 40%-ից դարավ 31%, հա, եւ պարտվեց։ Այսինքն ստեղել են նույն բանը լինելը, Փաշինյանը ունի իր հստակ կոնտինգենտը, Փաշինյանը ունի որոշակի կեղծված, այսպես ասենք, նաեւ երևի ձայներ, հա, եւ մոտարապես, չգիտեմ, 400,000 ձեն կարող լինի, 500,000 ձեն ոչ ավել, դրանից ավել, եթե ինքը փորձի կեղծել, դա արդեն կերևա։ Այսինքն լցոնը պետք է անել, փող պետք է բաժանի, չգիտեմ, սպառնալիքներ պետք է լինի եւ այլն։ Այսինքն սիրուն կեղծելու համար, հա, առանց ավելորդ հարցերի, ինքը ունի այս կոնտինգենտը եւ ինքը շահագրգռված է, որ քիչ մարդ կա ընտրությունների։ Դրա համար օրինակ իրենք շատ հարմար կլիներ, եթե մենակ Ռոբերտ Քոչարյանը գնար ընտրությունների կամ եթե մենակ Սամվել Կարապետյանը գնար ընտրությունների, որովհետեւ բազմաթիվ մարդիկ ինչ-ինչ պատճառներով կարող է ընտրության չգային, հա, ենթադրենք մտածեին, եթե Սամվել Կարապետյանը գնում, ինքը Ռուսաստանի հետ կապ ունի, իսկ բավական շատ մարդ կա, որ Ռուսաստանին չի սիրում, հա, այստեղ, բայց ընդդիմադիր են, իրենք չեն գնա, հա, կամ ենթադրենք Ռոբերտ Քոչարյանն է 21 թվականին եղավ մոտավորապես։ 21 թվականին մի քիչ ուրիշ բաներ էլ եղան, այդ կարծիքով նաև այս հանգամանքով եղավ, 21 թվականին եւ ընդդիմադիր ուժերն են սխալ արել եւ օրինակ շատերը որ տեսել են հանրահավաքի մեծությունը, հա, մտածել են վերջ Քոչարյանը հաղթել է եւ ընտրությանը չեն գնացել ընդդիմադիրներ, դա առանձին վերլուծության թեմա է։ Տեսեք այստեղ ինչն է հետաքրքիր այս ընտրություններին։ Սրանց չես ուզում, այս մեկը կա։ Ռուսական օլիգարխ չես սիրում, հայկական օլիգարխ կա կոպիտ ասած էլի, ռուսամետի չես սիրում, քիչ շատ արմատում է ժողովուրդը կա, այսինքն ընտրող որ ասում է չէ, ես սրանց չեմ ուզում, որովհետև ես ընտրենք sense մարդ եմ, եկեք տեսնում, որ կան քաղաքական ուժեր, որոնք նաև իր կարծիքն են տանում, հա, եւ դա դրանով հարմար է, որ դու փաստացի ձիվանից փոկում ես ավելի շատ մարդ, հա, քան դու կաներ, եթե դու միասնական մի ճակատով կգներ կամ ընդհանրենք մենակ մեկ քաղաքական ուժ կլիներ, էլի։ Եվ սա սարսափեցնում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքը գիտի իր թույլ տեղը այդ մասնակցության քանակն է եւ այս պարագայում, որ գնում են խոշոր մեծ բլոկերով, Լիմոտը ջղացումները սկսում են, հա, որտեղ մենք Գագիկ Ծառուկյանը որ գնում է ընտրության, արդեն միստվար զանգված իր հետևից կգնա, որոնք այսպես թե այնպես նրանք չեն մասնակցել կամ իներտություն են ցուցաբերել։ Դրա համար բազմիցս ասել եմ, գրել եմ, որ երկու բաներ պետք է լինելու ընտրություններին,
գնալ ընտրության, հա, եւ ընտրել անցողիկ ընդդիմադիր ուժին, հա, այդ պարագայում հաղթանակը ընդդիմությանն է լինելու, հետո ինչ process-ներ է լինելու, ելի եմ ասում, ընդդիմության ղեկավարները տենց փորձառու տարիքով տենց ձազաներ են, հա, իրենք էլ արդեն կորոշեն ոնց է ինչ լինի, մենք էլ ընտանիք մեր խորհուրդներով կօգնենք, բայց ամեն դեպքում ընտրությունների Նիկոլին հաղթելու ավելի լավ միջոց, եթե մենք խոսում ենք ընտրություններով գնալու, եւ լեգիտիմ ամենակարևորը դեռևս չեն հորինել։ Եվ պարոն Քոչարյան, մենք փաստեցինք, որ իշխանությունների հակաեկեղեցական արշավը այդ շրջանում մեղմվել է, 3 մկրտիչ սրբազանի տնային կալանքը վերացվեց, ավելի վաղ արշակ սրբազաններ ազատ արձակվել կալանքից։ Ձեր գնահատմամբ ինչով է պայմանավորված այս մեղմացումը եւ մեր հարցազրույցի տեսանկարահանմանը զուգահեռ Միքայել Սրբազանի գործով դատավարությունն է ընթանում։ Ինչ եք կարծում, կարող ենք նույն բանը նաեւ Միքայել Սրբազանի դեպքում տեսնել, թե այստեղ խնդիր է դրված նրան մինչեւ ընտրությունները պարտադիր կալանքի տակ պահել։ Դե տեսեք, ինչ որ պետք է արձանագրենք, բլիցկրիգը չստացվեց, հա, տոտալ ջախջախում բլիցկրիգի պարոնով, եթե մենք ասենք, իհարկե աբսուրդ է, հա, պետությունը եկեղեցու հետ բլիցկրիգը անում, չստացվեց, եկեղեցին մնաց, եպիսկոպոսների մեծ մասը աջակցեցին կաթողիկոսին, քահանաների, աբեղաների, սարկաֆակների մեծ մասը աջակցեցին կաթողիկոսին չկոտրվեց, հա։ Տիրադավների շարքերն են նոսրանում են, կարծես թե։ Տիրադավները, հա, են, ձեզ ես Նիգրիցատ ֆիլմի նման, հա, ինչ-որ մեկ-մեկ ինչ-որ բան են անում, մնացել է 8 իմ հաշվարկներով եւս 2-ը sense տատանվում են, հիմա չգիտեմ, տնեցիկ չեն թողում իրենք միանան թե ով, սա ինչ-որ այլ հարց է, բայց այստեղ էլ խնդիր, այսքանից մարդկանց համոզել են, որ հեսա մի անսամիջ հարցերը լուծում ենք, Մարտամյատ arczepiskopos եք դառնում, ես ինչ որ ձեր ուզած տեղերը գնա, չեղավ։ Եվ ես դա կանխագուշակել եւ նաեւ բարձր որ ընտրություններ են մոտենում, հա, չի կարող Նիկոլ Փաշինյանը ամեն տեղ լինի, հա, ինքը էլի ասեմ, դրական եթե բաներ կարելի ասել այդ մարդու մասին, իր աշխատասիրությունն է, հա, ինքը, չգիտեմ ոնց է դա անում, բայց ինքը կարող է 24 ժամ ինչ-որ տարբեր տեղեր բազվեցի, բայց ներկա նախընտրական փուլում եկեղեցու դեմ պայքարելու համար իրեն պետք է եւս 3-4 լրացուցիչ ժամ, հա, այսինքն օրը պետք է դառնա 28 ժամ, չունի ինքը այդ ժամերը եւ դրա համար տեսնելով որ այստեղ չստացվեց, ինքը մի փոքր հետ է քաշվել։ Եվ նաեւ ձայներ է կորցնում ամենակարևորը։ Ձայներ է կորցնում, ինքը հասկանում է, որ այստեղ էլի եմ ասում, ինքը ավելին ասում, ինքը լեգիտիմ պայքար չի տանում, հա, որովհետեւ իրեն ժողովուրդը 21 թվականին չի տվել մանդատ եկեղեցու դեմ պայքարել։ Հա, ինքը այլ մանդատներ է տվել, որ ինքը չի կատարել, բայց կոնկրետ եկեղեցու դեմ պայքարելու բան թեմա չկար։ Եվ որ Գրիգը չստացեց եւ կաթողիկոսը չկոտրվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը պրոբլեմ ունի այդպիսի մարդկանց հետ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինքը իր բանով արշինով է չափում։ Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որը ճակատագրական պահերին փախել է, թաքնվել է եւ մարտի 1-ին եւ նոյեմբերի 10-ին եւ չգիտեմ երբ են գեներալները հրաժարական պահանջում 21-ի փետրվարի մասով։ Իսկ երբ որ բուսնում է Ռոբերտ Քոչարյանի նման մարդ, հա, քաղաքական դաշտում վերադառնում է կամ Սամվել Կարապետյան կամ կաթողիկոս, հա, որ սպառնալիքն իրենց վրա չի ազդում, հա, Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ թողեց, հա, բարեկեցի կյանքը եկավ այստեղ, Սամվել Կարապետյանը իր ամբողջ բիզնեսը թողեց, եկավ այստեղ, ասում են, հա, ինչ։ Նույնը կաթողիկոսը, հա, կաթողիկոսն էլ հասկացա, որ եթե ինքը հանձնվի, հա, այդ ամբողջ 1700 տարվա ավելի պատմություն ունեցող կառույցը ուղղակի վերանալու է, իրան իրանք չունի։ Ես ասում շատերը զարմացել են նույնիսկ այդ պահվածքի վրա, որովհետև կաթողիկոսի մասին որոշակի լեգենդներ էին հորինվել, հա, որ տեսանք, որ չաշխատեց։ Եվ սա քանի որ ժամանակ չկա այլևս եկեղեցու վրա հարձակվել եւ մանդատ չկա, ինքը թողել է ընտրություններից հետո եւ եկեղեցականներն են զգուշացրել բոլորին, որ եթե Աստված չտա Նիկոլ Փաշինյանը, հանկարծ չխափնվեք, հա, այս զիջումներին եւ այլն, դա ամեն ինչին Աստված չտա Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, հա, առաջին ինչը լինելու կաթողիկոսի կալանավորում, եկեղեցիների, այսպես ասենք, պետականացում, հա, շատ հավանական է, որ մեկ օրում դռների վրա կփոխվեն զամոկները, հա, շատ եկեղեցին կարող է կալանավորեն եւ այլն, եւ ասում որ դուք էլ մտածեք այդ ձեր պլան բայի, որովհետեւ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մանդատ է կունենա ձեր դեմ, ինքը գնում է հակաեկեղեցական արշավով ընտրությունների եւ եթե ինքը ստանում է ժողովրդի մեծամասնության քվեները, հա, ինքը կարող է հանգիստ ասել, որ այլևս ժողովրդը ինձ լիազորել է եւ ինքն էլ ասես, չէ, այդպեսի բան, որ եթե ժողովուրդը բանը անում, ես այդքան բանը կանեմ եւ դա վերաբերվել է ոչ միայն եկեղեցուն, դա վերաբերվել է ընդդիմությանը, դա վերաբերվել է ԶԼՄ-ներին, դա վերաբերվել է
Ռուսաստանին ոչ թշնամական վերաբերմունք ունեցող կառույցներին, դա վերաբերվելու է այն մարդկանց, ով ենթադրենք մտածում են, որ ցեղասպանության ճանաչումը պետք է օրակարգի մեջ լինի, շատ հավանական ցեղասպանության բառ արտասանելու համար են մարդկանց կալանավորեն, աշխատանքից անեն եւ այլն, այսինքն ինքը ստանում է լիարժեք մանդատ եւ դրա մասին պետք է մտածեն այն մարդիկ, որոնք միջև հիմա ինչ որ ասեն, վայ, Քոչարյանը լավը չի, Սոմվելը օլիգարխա, Ծառուկյանը, չգիտեմ, սենցա, էս էլ սենցա, էսի բանա, չէ, դու չնիկոլ քան եսի ինչ բաներ, հա, ինձ համարապես զարմացնում, որ օրինակ մարդիկ դաշտում ասում են Նիկոլն ու սրանք նույնն են, հա, հաստատ նույնը չեն, հա, եւ ինչքան էլ փորձեն պիտակավորեն տարբեր մարդկանց, բայց այդ մարդիկ ոչ Արցախ են հանձնել, այդ մարդիկ հարցակցին փախստական չեն դարձել, այդ մարդկանց ժամանակ Հայաստանը եղել է բավականին լավ հարգված դիրքերում։ Դրա համար էլ եմ ասում, նույն ցեղասպանության թանգարան ինստիտուտի աշխատողները, հա, իրենք շատ լավ պետք է հասկանան, որ մի օր ոչ թե Արցախի համար են արդեն գործից հեռացնելու, այլ մի օր կարող է որոշեն վերանվանեն 1915 թվականին դժբախտ դեպքերի Ռուսաստանի սադրանքով տեղ ունեցած դեպքերի ինստիտուտ թանգարան, հա, եւ եթե իրենք տերմինաբանությամբ, հա, եւ եթե իրենք փորձեն ինչ-որ բան ասեն, հա, իրենց ուղղակի բան կանեն, աշխատանքից կհեռացեն լավագույն դեպքում, այսինքն բոլոր այդ կատեգորիաները եւ եկեղեցականները, եւ գիտաշխատողները, եւ Արցախի հարցով մտածողները, եւ չգիտեմ որովե ազգային արժեք ունեցող միակ պետք է լավ հասկանան ինչ է կատարվելու։ Ու խնդիրը գիտեք որն է, մենք չգիտենք Ալիևի ցանկությունների, այսպես ասենք, վերևի կարմիրից նշած ժողովուրդն է, եւ մենք չգիտենք Նիկոլի տալու ներքևի նշած ժողովուրդն է, իմ կարծիքով իրենք չկան, եւ ես կարող եմ абսուրդ բաներից խոսալ, հա, օրինակ, որ կարող է ինչ-որ պահ գալ Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո, որ մեզ կասեն ձեր ազգանունները փոխեք, հա, քաղաքի անունները փոխեք, ֆուտբոլային թիմերի անունները փոխեք, արդեն Փաշինյանը այդ բաները ակնարկում է, չգիտեմ, կարող է Մարտ տաճարը դառնա, չգիտեմ, Կապույտ մզկիթը կամ ադրբեջանցի իրենք ինչ-որ բան կառուցեն, հա, չգիտեմ, քաղաքների անունները վերանվանվեն, բերեն, չգիտեմ, թուրքական ինչ-որ ադրբեջանական մարդկանց ստիպեն, ասեն քրիստոնեությունը սխալ հավատք է եղել, եկեք իսլամ ընդունենք, հա, ինչա որ բան, չգիտեմ, մարդկանց օրը 5 անգամ նամազաներ սովոր ասեն, այսինքն ամեն ինչ կարող է լինի, ես չեմ տեսնում դեռևս Փաշինյանի մոտ այն բանը, որ ինքը ասի չէ, հա, միակ բանը, որ ինքը այնտեղ ասում է չէ, բայց զուգահեռ ամեն ինչ տալով, ասում է եկեք էսի Զանգեզուրի միջանցք մի ասեք, հա, այդ միակ իր ոչն է, որը բոլորը թքած ունեն, որտեղ եւ ամերիկացիներն են ասում, եւ թուրքերն են ասում, ադրբեջանցիներն են ասում եւ այլն, էլի, այսինքն մենք շատ լավ պետք է հասկանանք, որ սա սովորական ընտրություն չի, հա, սա քաղաքագիտական ընտրություն չի, սա կարիերա սկսելու կամ շարունակելու ընտրություն չի, սա ընտրություն է կամ մենք մնում ենք Հայաստանի Հանրապետություն, կամ մենք դառնում ենք Արևմտյան Ադրբեջան, այլ որևէ տարբերակ այս հունիսի 7-ի ընտրություններին մենք չունենք։ Եվ Միքայել Սրբազանի մասով ինչ վճռ եք ակնկալում, նրան բաց կթողնեն, թե մինչև ընտրությունները ամեն գնով կպահեն կալանքի տակ։ Կփորձեն պահեն, այստեղ դատական համակարգից էլ է կախված, որովհետև կան որոշակի դատավորներ, նայեք դատական համակարգները հոգնած, հա, դատական համակարգ յուրաքանչյուր դատավորը բազմաթիվ գործեր կան, գործեր եւ անեծքներ, այսպես ասենք, հա, եւ ամեն մի դատավորը չի կարող Մասիս Մելքոնյան լինի, հա, որպեսզի շարունակի այդ շտամպով կանել, հա, որովհետեւ շրջապատ կա, մարդիկ կան, գոլեգաներ կան, հայատ կա, չգիտեմ, շենքում տենալ կա, ինչ-որ ուրիշ տեղ գնալ կա, մարդկանց կաֆեում նստել եք, վրա մարդկանց հայացները բռնել, էլի, այսինքն այդ պրեսի տակ ամեն մեկը չի դիման, մեկտեն մեկ ինչպեսի արտահոսքի ուժային համակարգից գնում, դատական համակարգից շատ դատավորներ կամ դատախազներ գնում, չգիտեմ, փաստաբան են դառնում, Պետրոս Պետրոսյանը, որը Քոչարյանն էր դատում, հիմա Բագրատ Սրբազանը պաշտպանում, հա, այսինքն այս մարդիկ հոգնել են ֆիզիկապես են օգնում եւ չեն կարող են մտածում են լավ դե հիմա այս մարդն է թող չգիտեմ տան կալանք տանք այս մարդն տան կալանքից հանել չգիտեմ երկից չբացակայելու հարգեր գտնենք հա ճակերը տալիս համակարգը փաստացի կարծիքով չէ համակարգը նայեք համակարգն է հիմա սպասումների մեջ բան արել եւ սա խնդիր ամեն ընտրությունից առաջ իշխանության համար, որտեվ համակարգը արդեն դադարում է սպասարկել այն ուժով, ինչպեսին իրենք կցանկանան, որտեվ իրենք մտածում են ընկեր 2 ամիս բան է մնացել, հիմա այս Միքայել Սրբազանին թողեն բանտում, հա,
Բա որ 2 ամսից ինչ որ բան փոխվի, վստահ չի համակարգը։ Իր ԿՊԱ-ականները արդեն ինքը 65% կրակում այն չի համար, որ ԿՊԱ-ականների մեջ այդ բանը չլինի, շարժը չլինի։ Եվ իմ կարծիքով ոչ միայն Նիկարդ Սրբազանը, Բաղրատ Սրբազանն որոշակի շանսեր ունի որոշակի ժամանակով հայտնվի ազատության մեջ, բայց էլ սա լինելու է մինչև, եթե եմ ասում Աստված չտա, հունիսի 7-ին ինքը այդ մանդատը ստանա, այ ժամանակ ոնց որ շատեր ասում են կինոն նոր է սկսելու։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան։ Խնդրեմ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։ Կհանդիպենք։